Սիրելի հայրենակիցներ, բարո ձեզ։ Ես Գեորգի Թոմասյանն եմ Թբիլիսիից, Վրաստանից, եւ այսօր ապրիլի 24-ն է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Եվ այսօր ես ուզում եմ ձեզ դիմեմ ուղերձով, սիրելի հայրենակիցներ։ Եվ ասեմ, որ հեշտ է այրել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշը։ Շատ հեշտ է անել հայտարարություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ։ Հատկապես դա հեշտ է անել Հայաստանի քաղաքացի լինելով կամ Հայաստանի մայրաքաղաքում գտնվելով։ Բայց դժվար է։ Դժվար է կառուցել անկախ Հայաստան։ Դժվար է կառուցել անվտանգ Հայաստան։ Դժվար է կառուցել պետություն, որը կապահովի այն, որ բոլոր հայերը Հայաստանում, Հայաստանի քաղաքացիները կլինեն անվտանգ։ Դժվար է կառուցել պետություն, որը կկարողանա ապահովի ինքնուրույն իր անվտանգությունը։ Դժվար է կառուցել պետություն, որը կանի ամեն ինչ եւ կգիտենա, որ այլևս երբեք տեղի չի ունենա այն, ինչ տեղի ունեցավ 110 տարի առաջ։ Դժվար է կառուցել պետություն, որտեղ որ մարդկանց հնարավորությունները երջանիկ ապրելու եւ անվտանգ ապրելու կլինեն ապահովված։ Դժվար է կառուցել պետություն, որը շատ բարձր տեխնոլոգիական հնարավորություններ ունի, որը Թուրքիայից եւ Ադրբեջանից շատ ավելի առաջ է գտնվում, որը տնտեսության առումով, որը տեխնոլոգիաների առումով, որը միջազգային հանրության հետ կապերի առումով, ազդեցության առումով ավելի առաջ է գտնվում, քան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հեշտ է այրել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշը։ Դժվար է կառուցել Հայաստան, որտեղից հայերը չեն գնում ուրիշ տեղ, այլ հետ են գալի Հայաստան։ Դժվար է կառուցել Հայաստան, որտեղ որ Սփյուռքի մեծ մասը վերադառնում է Հայաստան եւ ապրում է Հայաստանում։ Դժվար է կառուցել Հայաստան, որը 3 միլիոնի փոխարեն 5, 7 եւ նույնիսկ 10 միլիոն բնակիչ ունի։ Դժվար է կառուցել Հայաստան, որը կարողանում է իր շահերը պահպանել եւ պաշտպանել, ինչպես դա անում է Իսրայելը շատ դեպքերում։ Դժվար է կառուցել Հայաստան, որը գիտի, որ ամեն պատերազմում, ինչպես Իսրայելը գիտի, հաղթելու է, երբ որ նա սկսվի։ Դժվար է կառուցել պետություն, որը միշտ պատրաստ է պատերազմի համար։ Դժվար է կառուցել պետություն, որտեղ որ մարդիկ չեն երազում, որ իրեն որդին չգնա բանակ ծառայելու։ Հեշտ է այրել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշը։ Հեշտ է որևէ մեկին կոչել թուրք եւ դավաճան։ Դժվար է ապրել այնպես, որ դու լինես իրական հայ, որ ծառայես հայկական արժեքներին, որ ամբողջ աշխարհը ճանաչի հայկական իրական արժեքները։ Եվ հայկական իրական արժեքները այն չեն, որ ծառայի Հայաստանը եւ հայ ազգը որևէ մեկին։ Տարբերություն չկա, խոսք է գնում թուրքական կայսրության մասին, թե ուրիշ կայսրությունների մասին։ Հեշտ է այրել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշը։ Շատ հեշտ է Հայաստանը մտցնել կայսրության կազմ, ուրիշ կայսրության կազմ խոսքին, Ռուսաստանի, հանձնել Հայաստանը եւ ասել, որ այսուհետ ռուսական կայսրն է պատասխանատու Հայաստանի անվտանգության համար։ Դժվար է լինել սուվերեն։ Դժվար է կառուցել այնպիսի Հայաստան, որը կկարողանա բոլոր պետությունների հետ այնպիսի հարաբերություններ ունենա, որը կնպաստի Հայաստանի շահերին, հայ ազգի շահերին։ Շատ հեշտ է անել հայտարարություններ։ Դժվար է կառուցել Սփյուռքում կապահովեն այն, որ մեր Սփյուռքը եւ մեր Սփյուռքի բոլոր անդամները կմնան հայ։ Դժվար է կառուցել այնպիսի համայնքներ, որոնք կկարողանան Հայաստանի հետ միասին ձևավորել ցանց ազգ, որը կկարողանա ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը գլոբալ առումով ներգրաված լինի։ Դժվար է կառուցել պետություն, որը շատ հարուստ կլինի, նրա համար, որ կարողանա
ապահովի բոլոր իր քաղաքացիների բոլոր անհրաժեշտ հնարավորությունները, շահերը եւ ամեն ուղղությունով զարգացնի իր քաղաքացիներին։ Դժվար է ունենալ բարձր կրթություն ունեցող ազգ, առողջ ազգ։ Դժվար է ունենալ կայացած պետականություն եւ շատ դժվար է, սիրելի հայրենակիցներ, այս ամենին հասնելը։ Այս ամենին հասնելու համար պետք է աշխատել եւ պետք է համախմբվել, պետք են առաջնորդներ եւ պետք է հասկանանք բոլորս, որ այրելը դրոշ շատ հեշտ է։ Այսպիսի հայրենասիրությունը հեշտ եւ էժան է։ Թանկ է հայրենասիրությունը, ով պատրաստ է ամեն ինչ անի, որ ապրի, ամեն ինչ անի, որ Հայաստանը հզորանա, ամեն ինչ անի, որ Հայաստանի հարևանների հետ հարաբերությունները լինեն հզոր եւ որ մեր համայնքները ամենտեղ լինեն հզոր։ Դժվար է, իրոք դժվար է այս ամեն ինչը։ Ես կարծում եմ մենք շատ բան ունենք միասին դեռ մտածելու եւ հասկանալու։ Եվ դեռ միջևերջ պատրաստ չենք իրականում հասկանալ, որ մեզ տրվել է հնարավորություն կառուցել պետություն։ Եվ այն ողբերգությունը, ցեղասպանության շարունակումը, որը տեղի ունեցավ Արցախում, նույն ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից, նույն թուրքական ծագում ունեցող բնակչության եւ կառավարության բռնապետների կողմից, պետք է մեզ մեկ անգամ եւս հիշեցնի, որ վտանգը իրական է դեռ, մինչև մենք չենք հասել այնպիսի պետությանը, որը կկարողանա իր անվտանգությունը ամբողջությամբ ապահովել։ Եվ այո, Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը դա է, ինչ եղել է, ես համոզված եմ, մեր նախնիների երազանքը։ Ունենալ անկախ պետություն, միջազգայինորեն ճանաչված իր սահմաններով, որտեղ որ մենք կարող ենք իրականացնել հայկական երազանքները։ Այսօր դա արված չէ։ Հայաստանի քաղաքացիները պատշաճ չեն պաշտպանված, Հայաստանի պետականությունը պատշաճ ամրացած չէ, սուվերենությունը պատշաճ մակարդակի վրա չէ, կրթությունը չի համապատասխանում անհրաժեշտ մակարդակին, տնտեսությունը նաև, եւ ընդհանուր առումով ամեն մի հայ Հայաստանում այսօր ապրելով շատ լավ հասկանում է, որ մենք չենք հաջողել դեռ այն հարցում, որում հաջողելը շատ անհրաժեշտ եւ կարեւոր է։ Ինչու՞, որովհետեւ այդ հաջողությունն է, որը մեզ պետք է, որ մենք պատասխանենք ցեղասպանության ողբերգությանը, որը մեր պատմության մեջ տեղի է ունեցել։ Մեր հաղթանակը ցեղասպանի վրա դա մեր ապրելու եւ մեր ապրելը ամրապնդելու, հզորացնելու եւ ցեղասպանություն թույլ չտալու ուղղությունն է։ Եվ մենք բոլորս պետք է ծառայենք այդ գաղափարին, գնանք բարդ ճանապարհով եւ ասեմ ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր այն գործողությունը, որը մենք ծավալում ենք ձեր հետ միասին, կլինի դա մեր քննարկումների, թե գործունեության, քայլերի, քաղաքականության մոտեցումների միջոցով, նպատակ ունեն, որ թույլ չտանք նոր հայկական ցեղասպանություն, որովհետև այդ վտանգը կա եւ մենք պետք է գիտենանք, որ ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք նոր ցեղասպանությունը։ Դրա համար մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Ուստի սիրելի հայրենակիցներ, լինենք հայրենասեր,
պետությունը ամրապնդելով, պետականությունը զարգացնելով, սփյուռքը ամրապնդելով, մեր հնարավորությունները զարգացնելով, հայրենակիցներ, ինձ համար սա նաև անձնական է։ Իմ նախնիները Կարսից են, Հայաստանի առաջի հանրապետության զինված ուժերի ամենաերիտասարդ գնդապետ, Կարսի առաջի գնդի հրամանատար Հովհաննես Մազմանյանը։ Եթե ձեզ հետաքրքիր է, ցանցում դուք կգտնեք տվյալներ իր մասին։ 1.5 միլիոն անուն ու ջնջված ճակատագիր, 1.5 միլիոն անտուն ու ժողովուրդ տարագիր, 1.5 միլիոն ուղի ու ավարտված ճանապարհ, 1.5 միլիոն երբեք կյանքի չկորչված գաղափար, 1.5 միլիոն եղբայր, 1.5 միլիոն ընկեր, 1.5 միլիոն գարուն, որ չտեսան ամառ, 1.5 միլիոն ծառեր, որ չդարձան անտառ, աչքերի խորքում վառվող մի հարց, հոգիներ կորած օրերի մեջ անվերադարձ, ամեն մեկիս մեջ կա ձայներ, 1.5 միլիոն, ամեն մեկիս մեջ կա արմատներ, 1.5 միլիոն, ամեն մեկիս մեջ կա հոգի, 1.5 միլիոն, 1.5 միլիոն բռունցք ենք դառնում, դու և ես։ Մենք այսօր նրանց հետ ենք, և դու և ես։ Մենք մեզ զգում ենք 11 միլիոն ու կես։ Թեկուզ անցնի 1.5 միլիոն տարի։ Մենք երբեք չենք մոռանա։ Բայց մենք նաև ամեն ինչ կանենք, որ մենք հաղթենք։ Կյանքը հաղթի մահին, հայը հաղթի ցեղասպանությանը, ցեղասպանությանը կատարողների գաղափարին, որ հայ չլինի։ Կանք ու լինելու ենք։